Բարև ձեզ սիրելիներ, մենք շարունակում ենք մեր աստվածաշնչյան սերտողությունը ծննդոցից հայտնություն եւ այսօր հասել ենք առաջի թագավորաց 15 եւ 16-րդ գլուխները։ 15-րդ գլխում Սավուղ թագավորը ստանում է հստակ հրաման Աստծուց պատժել ամաղեկացիներին եւ ոչինչ չխնայել։ Բայց Սավուղը թերի է հնազանդվում, նա կենթանի է թողնում թագավորին եւ պահում է լավագույն ոչխարներն ու արշավները։ Երբ Սամուել մարգարեն գալիս է, Սավուղը արդարանում է, թե պահել է Աստծուն զոհ մատուցելու համար։ Այստեղ Սամուելը հնչեցնում է Աստվածաշնչի մեծագույն ճշմարտություններից մեկը։ Միթե Տիրոջը հաճելի են ողջակեզներն ու զոհերը, ահա հնազանդվելը զոհից լավ է։ Սավուղի կեղծ բարեպաշտության պատճառով Աստված մերժում է նրա թագավորությունը։ Սավուղը ձախողվեց, որովհետև նրա հնազանդությունը կես էր, իսկ կես հնազանդությունը հավասար է անհնազանդության։ Հիսուս Քրիստոսը այն մեկն է, ով եղավ կատարելապես հնազանդ, նա իր կյանքով ու մահով կատարեց հոր ողջ կամքը։ Ֆիլիպպեցիս 2:8-ը ասում է, որ նա խոնարհեցրեց իրեն հնազանդ լինելով մինչև մահ եւ այն էլ խաչի մահով։ Այնտեղ, որտեղ առաջին թագավորը Սավուղը տապալվեց, մեր գերագույն թագավորը Հիսուսը հաղթեց իր հնազանդությամբ։ 16-րդ գլխում Աստված Սամուելին ուղարկում է Հեսեի տուն նոր թագավոր օծելու։ Սամուելը տեսնում է հաղթանդամ ու վայելչակազմ ավագ որդիներին եւ կարծում է, թե նրանք են ընտրյալները։ Բայց Աստված ասում է մի հանճարեղ խոսք. մարդը նայում է աչքի տեսածին, բայց Տերը նայում է սրտին։ Ի վերջո բերում են ամենակրսեր որդուն, պատանի Դավիթին, ով դաշտում ոչխարներ էր արածեցնում։ Տերն ասում է. սա է, օծիր դրան։ Սամուելը օծում է Դավիթին եւ Աստծո հոգին իջնում է նրա վրա։ Իսկ Սավուղին հանգիստ չէր տալիս մի չար ոգի եւ Դավիթը գալիս էր պալատ նվագում էր քնար եւ չար ոգին հեռանում էր Սավուղին հանգստություն տալով։ Դավիթի կյանքի հենց սկիզբը Քրիստոսի ամենավառ մարգարեական պատկերն է։ Աստծո սրտի հովիվը։ Դավիթը հովիվ էր, ում մարդիկ անտեսել էին, բայց Աստված ընտրեց։ Հիսուս Քրիստոսը Դավիթի տոհմից եկած բարի հովիվն ու ճշմարիտ օծյալն է, Մեսիան։ Աշխարհը նրան անտեսեց, նրա մեջ արտաքին փառք չտեսավ, բայց նա Աստծո սրտի կատարյալ թագավորն է։ Ազատագրող քնարը, ինչպես Դավիթի քնարը նվագը փախցնում էր չար ոգիներին, խաղաղություն բերում, այնպես էլ Հիսուս Քրիստոսի խոսքը, նրա ներկայությունն ու նրա սուրբ անունը քանդում է սատանայի ամեն մի կապանք, բժշկում տրտմած հոգիներին եւ մեր սրտերին տալիս երկնային անդորր։ Սիրելիներ, այսօր Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, որ Աստծուն պետք չեն մեր ձևական դատարկ արարողությունները կամ կես հնազանդությունը։ Նա նայում է քո սրտին, մի փորձիր մարդկանց զարմացնել արտաքինով։ Եթե այսօր քո հոգում կա տագնապ, տրտմություն կամ ներքին կռիվ, հիշիր, որ Դավիթից ավելի Հիսուս Քրիստոսը այսօր պատրաստ է իր աստվածային ներկայությամբ խաղացնել քո հոգին։ Թույլ տուր ուղղակի, որ ճշմարիտ թագավորը մտնի քո սրտը եւ իր շնորհով հեռացնի ամեն տեսակ խավար։ Աղոթենք սիրելիներ։ Տեր Հիսուս, դու ես Աստծո սրտի կատարյալ թագավորը եւ մեր հոգեվոր հովիվը։ Ների մեզ, երբեմն Սավուղի պես կիսատ ենք հնազանդվում քո խոսքին, ապավինում ենք արտաքին տեսքին։ Խնդրում ենք, Տես մեր սրտերը մաքրիր եւ դարձրա քո սրտի ուզածի պես։ Թող քո երկնային խաղաղությունը թագավորի մեր կյանքում, մեր զավակների մեջ եւ մեր տների ներսում։ Ամեն։ Սիրելիներ, եթե այս հոլովակը օրհնություն է քեզ համար, լայքիր, կիսվիր եւ մեկնաբանություններում գրիր, թե ինչպես ես Հիսուսին տեսնում այս գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը, Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։